Ներողություն կներկայանաք և կասեք ինչի մասին է այս պահանջը, Մեր կառավարությունը չի, իրանք եկել են Պարսկստանը գրավել են 47 տարի առաջ։ Այսօր են որ մենք ինչ ասում ենք, մեզ է սպանում է, արդեն դեշեկայով փողոցում ժողովրդին է սպանում են։ Ես գիշեր լուրեր էի նայում Պարսկստանին, լուրերի մեջ նստած մարդը խոսում է, ասում մինչև հիմա 42,000 մարդ է մահացել, ասում է դա ոչինչ, կարա շատանա, ասում մենք աշխարհի քեզ էլ որ սպանենք, մեր ուզածի համար էսի ոչ մի բանն է, ինչի վիդեոներով ասում, ես այդ վիդեոն ունեմ, կարամ ձեզ ցույց տամ, նստած տելևիզիոնի մեջ ասում է մենք աշխարհի քեզ էլ սպանենք, մեր ուզածի համար ոչ մի բանն է։ Այսինքն դուք պահանջում եք Իրանի կառավարության հրաժարականը։ Հա, իրանք գոհություն չունեն, իրանք եկել են տերորիստներ են, ով մեզ են կանչում որպես տերորիստ։ Մենք եկել ենք արդեն 10-րդ օրը, որ այստեղ ենք հավաքում, ոչ մի խնդիր չենք սարքել, օրենքով այստեղ կայնում ենք, մեր ուզածն ենք ասում։ Բայց իրանք Պարսկստանում դեշեկայով ժողովրդին սպանում են։ Դա հիմա դուք ասեք, մենք ենք տերորիստ, թե իրանք են տերորիստ։ Մենք ուզում ենք մեր տակավորը հետ գա։ Մեր տակավորը հետ գա նորմալ երկիր սարքենք։ Սենց երկիր մենք չենք ուզում, սենց կառավարություն երբեք չենք ուզել։ Ինչքան եք պայքարելու, ինչքան եք պատրաստ այսպես կանգնելու եւ պահանջ ներկայացնելու, որտեղ տեղեկություններ կան, որ հենց Իրանում արդեն բողոքի ալիքը մարում է։ Չէ, սենց բան չկա, ես իմ լուրերը որ նայում եմ, գիշերը շատ ժողովուրդը դուրս է եղել, բայց կառավարությունը այս անգամ Ամերիկայի խաթել, ասում են շատ չի քերակել։ Այսքան կարևոր տեղերի վրա դեշեկա է պահել, բայց ուրիշ տեղերը ժողովրդին այսքան չի սպանել։ Բայց էլի կա, մենք մինչև այդ կառավարությունը այստեղ Եվրոպայի պես շահանեն, այստեղ ենք մնալու։ Շնորհակալություն։ Շարունակական է լինելու։ Մեր օրինականն է, որովհետև Եվրոպան արդեն ընդունեց, որ Պարսկստանի կառավարությունը դիպլոմատ է, պետք է իրանց դիպլոմատի տեղից հանենք դուրերը փակենք։ Շնորհակալություն։ Դուք Երևանում եք ապրում, ո՞նց եք այստեղ ապրում։ Համայնա ես 20 տարից այստեղ ապրում եմ։ Առաջին կներկայանաք ձեր անուն ազգանունը կասեք։ Անուն ազգանուն ես Հոսեյն Սոտուդեգան։ Դուք եք կազմակերպիչ առաջնորդողներից։ Չէ։ Ինքնաբուխ են մարդիկ հավաքվում, թե կազմակերպում են։ Չէ, մեր տակավորը հրաման է տալիս։ Սա գալիս են այստեղ, ինքը տելևիզիոներով, ինստագրամով, ինքը հրաման է տալիս, ասում է գնացեք ձեր բողոքի խոսքը ժամը 6-ին, ժամը 7-ին ասեք։ Ես կազմակերպիչ չեմ։ Մարդիկ հավաքվում են։ Հա, ես պրոստը որ հայերեն լավ եմ խոսում, մի երկու տեղ խոսացել եմ, այսքան բան։ Շնորհակալություն։ Ես էլ ձեզանից։